Ողջույն հարգելիները, շնորհակալություն եմ հայտնում, որ միացաք մեզ Արարատ Աստվածաշունչի առաքելություն։ Այս Կիրակի օրվա սերտողությունը սիրով ձեր համար պատրաստել ենք նոր կտակարանից, շարունակում ենք մեր ուսումնասիրությունները նամակ Եփեսացիներին, այսօր կսովորենք 5-րդ գլուխը 1-ից 20 համարները։ Եթե նոր եք միանում մեզ, նոր եք ծանոթանում մեր առաքելության հետ, ասեմ, որ Արարատ Աստվածաշունչի առաքելությունը հիմնված է Աստծո խոսքը սովորեցնել եւ աշակերտել Աստծո խոսքով։ Մեր նպատակն է, որ յուրաքանչյուր քրիստոնյա Աստծո խոսքը ավելի լավ իմանա, ավելի շատ ժամանակ անցկացնի Աստծո հետ եւ աշակերտվի իհարկե Աստծո խոսքով։ Այսօր Աստվածաշունչը մեր համար մեր հիմնական կողմնացույցն է եւ դրանով էլ մենք առաջնորդվում ենք մեր հավատքի մեջ։ Ուրեմն, եթե ձեզ հետաքրքրում է, կարող եք մեր տեսադարանից օգտվել, բազմաթիվ սերտողություններ են կատարել այս արդեն համարյա 2 տարվա ընթացքում եւ կքաջալերեի բոլորին, որ նույնիսկ այս սերտողության շարանը նամակ Եփեսացիներին ամբողջությամբ դիտել եւ իհարկե առաջի գլխից մինչեւ այսօրվա սերտողությունը ուսումնասիրեք, այսինքն մեկիկ մի ընտրեք ձեր սերտողության ընթացքը եւ մենք ինչով ենք տարբերվում ուրիշ առաքելություններից, իհարկե ասեմ նոր մեթոդ չի, բայց ասեմ, որ սիստեմատիկ կանոնավոր կերպով ենք մենք սովորեցնում, թեմատիկ ձևով չենք սովորեցնում, թեմատիկի դեպքում մարդիկ երբեմն իրենց կարծիքները, երբեմն իրենց պատմությունները եւ այլն բերում են Աստծո խոսքի մեջ, մեզ իհարկե ոչ մեր կարծիքն է, ինձ թվում է ձեզ հետաքրքիր, ոչ էլ մեր պատմությունները։ Մեր բուն նպատակը այն է, որ տող առ տող կարդանք ու բացատրությունը ներկայացնենք, որպեսզի Աստծո խոսքը լինի կենտրոնում, ոչ թե մենք ու մեր շուրջը ուղղակի 1 կամ 2 համարներ ձեզ հրամցնելը։ Իհարկե ասեմ, որ միգուցե տեղ ունի որոշ դեպքերում թեմատիկ սովորեցնելու մեթոդը, բայց մենք կարծում ենք, որ մեծ մասամբ դա կարևոր այդքան մեծ դեր չի կատարում, այդքան կարևորություն կամ օգուտ չունի, ինչքան որ բուն կերպով կենտրոնանալ ուղակի Աստծո խոսքի վրա կանոնավոր այսպես կերպով, որ գլուխ առ գլուխ, կետ առ կետ սովորեցնում ենք Տիրոջ խոսքը։ Հիմա հարգելիներս, եկեք մի պահ մենք մեր գլուխները խոնարհենք, աղոթենք եւ անցնենք մեր սերտողությանը։ Հայր Աստված, մենք շնորհակալ ենք քո բոլոր տված օրհնությունների եւ բարիքների համար։ Շնորհակալ ենք Տեր այսօրվա համար, այս հնարավորության համար։ Աղոթում եմ դու մեզ օրհնես եւ առաջնորդես քո խոսքերով եւ սովորեցնես մեզ Տեր քո կամքը եւ զորությունը այն ինչ որ այս խոսքերից կելնեն ու կքաղենք մենք Տեր Աստված, աղոթում եմ, որ բոլորիս Տեր Աստված դու առաջնորդես քո խոսքերով, աղոթում եմ մեր բոլոր ունկնդիրների եւ դիտողների համար, աղոթում եմ նրանց առատորեն օրհնես, բոլորի հարցերը, խնդիրները դու գիտես եւ խնդրում ենք Տեր, որ բոլորին դու դպչես եւ օրհնես։ Աղոթում ենք այս ամենը քո որդուդ Հիսուս Քրիստոսի սուրբ եւ մեծ անունով։ Ամեն։ Այսօրվա վերնագիրն է Լույսի որդիների պես ընթացեք։ Ուրեմն գիտեք, որ հավատքը պարտադրում է լրջություն եւ լրջությունը պարտադրում է զգոնություն։ Չես կարող Աստծո զավակ կոչվել, միևնույն ժամանակ այլանդակ կերպով ապրել։ Մեր խոսքերից բռնած մինչև վարքերը բոլորը կարևոր է եւ պետք է խոշորացույցի տակ դնենք, որ մեր կյանքը մենք քննենք ու տեսնենք, թե ինչքանով ենք մենք նմանվում Հիսուս Քրիստոսին եւ ինչ խնդիրներ կա մեր մեջ, որ պետք է զտվի եւ մաքրվի։ Եվ իհարկե դա Սուրբ Հոգին է անում, որովհետեւ Սուրբ Հոգին մեր մեջ աշխատելով այդ ամենը աշխատում է, որ տանի մեզի դեպի սրբության, այսինքն դա ինչ է։ Եթե ուսումնասիրեք նամակ Եբրայեցիներին, կտեսնեք, որ այնտեղ եթե սխալ չենք հիշում 12 համարի մեջ է գրված 12-րդ գլխի մեջ 10-րդ համարի, որտեղ որ գրում է, որ այս ընթացքը սրբության եւ դաստիարակության եւ այսինքն այս այնինչ որ Աստված մեր մեջ անում է, որ նմանվենք իրեն, անում է իր փառքի համար, որ մենք էլ իրան նմանվենք։ Կարևոր է, որ մենք այդ ընթացքը թույլ տանք, որ Տերը անի, այլ դեմ չառնենք, չըմբոստանանք Աստծո դեմ։ Հիմա եկեք կարդանք, տեսնենք, առաջի համարից ենք սկսում, գրած է. «Արդ Աստծուն նմանվեք, որպես սիրելի որդիներ, եւ սիրով վարվեք, ինչպես որ Քրիստոսն էլ մեզ սիրեց ու իրեն մեզ համար ընծա եւ զոհ մատուցեց Աստծուն որպես անուշահոտություն»։
Լավ, եկեք հիմա տեսնենք ինչ է ասում։ Պողոս առաքյալի խոսքերը հենց 5-րդ գլխի սկզբից պարզ ասած սիրո մասին է խոսում, սիրով լցվածության կարևորության մասին եւ ասեմ, որ եսասիրությանը հակառակ է, որովհետեւ մենք տեսնում ենք, որ Քրիստոսի արարքները չեղավ եսասիրության եւ եսակենտրոն վարքերից ելնելով, այլ եղավ անձնուրաց, Տիրոջը հնազանդ եւ մարդկանց սիրուց ելնելով կատարեց նա։ Այսինքն խաչը բարձրանալը, դրանից առաջ չարչարվելը ու ծեծվելը մինիմումը ասեմ, որ հարկավոր է այն աստիճանի սեր ունենալ եւ հնազանդություն, քանի որ Հիսուս հնազանդվեց երկնավոր Հորը, կատարեց նրա կամքը, մեր երկնավոր Հայրն էլ, ինչպես որ տեսնում ենք Հովհաննեսի ավետարանի մեջ, ասում է աշխարհը այնքան սիրեց, որ ուղարկեց իր միածին որդուն, ուրեմն մենք տեսնում ենք, որ որդու արարքները ինչպիսին են, սիրով լցված հնազանդությամբ կատարեց երկնավոր Հոր կամքը եւ մեր համար վերջին անգամ եւ մեկ ընդմիշտ զոհ եղավ, որպեսզի մենք Հիսուս Քրիստոսի միջոցով ունենանք փրկություն եւ իհարկե այդ փրկությունը ինչպես ենք ձեռք բերում, հարկավոր է վերստին ծնունդ ունենալ, հարկավոր է Քրիստոսին ընդունել որպես Տեր եւ Փրկիչ, հարկավոր է որ զղջալ մեր բոլոր մեղքերի համար, ապաշխարել եւ ընդունել Հիսուսին որպես Տեր եւ Փրկիչ։ Այս է իրականությունը եւ մեզ նամակ Հռոմեացիներին 10-րդ գլուխ 9-ից 11 համարները սովորեցնում են դա, քանի որ մենք սրտով հավատում ենք արդարանալու համար, բերանով էլ դավանում ենք, խոստովանում ենք նրան որպես Տեր եւ Փրկիչ ապաշխարության համար եւ ով որ հավատա նրան կփրկվի, այդ է մեզ սովորեցնում այդ համարները։ Եվ մենք այստեղ էլ տեսնում ենք, քանի որ Պողոս առաքյալը հիմա խոսում է վարքերի մասին եւ եկեղեցու մեջ եւ ընդհանրապես եկեղեցուց դուրս ինչպես պետք է մեզ պահենք։ Եվ այդ պահելաձևը, այդ վարքերը Պողոս առաքյալի բացատրելով սովորեցնում է, որ հարկավոր է մեր Աստծուն նմանվենք։ Մենք մեր Հիսուս Քրիստոսին պետք է նմանվենք եւ իրեն նմանվելը նշանակում է եւ սիրով վարվենք, ասում է, եւ որպես սիրելի որդիներ, այսինքն արդ Աստծուն նմանվենք որպես սիրելի որդիներ եւ սիրով վարվենք, ինչպես որ Քրիստոսն էլ մեզ սիրեց ու իրեն մեզ համար ընծա եւ զոհ մատուցեց Աստծուն որպես անուշահոտություն։ Զոհաբերվեց մեր համար, զոհ եղավ մեր համար, այսպես ասենք, եւ ինչն է կարեւոր, որ տեսնում ենք, որ հիմքը դրա սերն է եւ նվիրվածությունն է եւ հնազանդությունն է։ Ու մենք էլ մեր վարքերը, եթե քննում ենք, պետք է տեսնենք, թե Քրիստոսի պես մենք վարվում ենք, Քրիստոսի պես մենք ապրում ենք, թե ոչ։ Շատ դժվար է իհարկե։ Դրա համար Աստծո խոսքը երբ կարդում ենք, մենք ուղղակի թրուցիկ կերպով չպետք է կարդանք, որտեղ խոսքը Աստծո երկսայրին սուր է, ինչպես որ Տերն է մեզ սովորեցնում իր խոսքերի մեջ, մենք կտեսնենք դա շուտով Եփեսացիներից 6-րդ գլխի մեջ, գիտենք, որ այդ սուրը խոցում է շատ խորը, եւ մենք գիտենք, որ այդ սուրը, այսինքն Աստծո խոսքը մեզ համ հանդիմանում է, համ դաստիարակում է։ Եվ մենք որ տեսնում ենք այս խրատի խոսքերը, դաստիարակչական խոսքերը, պետք է բարձրացնենք մեր աղոթքները Տիրոջը եւ ասել, որ Տեր, եթե մեր մեջ չկա այս հատկությունները, խնդրում եմ, որ ավելացնես այս հատկությունները իմ մեջ։ Անցնենք առաջ, 3-րդ համար գրած է. «Պոռնկության, ամեն պղծության կամ ագահության անունն անգամ թող չտրվի ձեր մեջ, ինչպես վայել է սրբերին, ինչպես նաեւ գրեհիկ կամ հիմար խոսքեր կամ խեղ կատակություն, այլ հատկապես գոհություն թող մատուցվի Աստծուն»։ Եվ գիտեք ինչ կա այստեղ, եթե ուսումնասիրենք հատուկ ինչ-որ արարքների մասին է Պողոս առաքյալը խոսում, պոռնկության մասին, պղծության մասին, ագահության մասին եւ գրեհիկ կամ հիմար խոսքերի մասին, այսինքն այն ինչ որ մեր բերանից դուրս է գալի, պետք է մենք ծանր կշռենք նախքան դուրս գալը, կամ խեղ կատակություն, այլ հատկապես գոհություն թող մատուցվի Աստծուն։ Գիտեք, այստեղ երբ որ մենք կարդում ենք, շատ կարևոր է ուղղակի մի պահ ղոկանք Աստծո խոսքի վրա եւ մտածենք, թե իրականում Տերը մեզ ինչ է ուզում սովորեցնի։ Եվ այստեղ մենք տեսնում ենք, որ կարևոր է հավատքի մեջ լրջություն,
կարևոր է հավատքի մեջ ծանրություն։ Եթե ծանր անձնավորություն չես, եթե լուրջ անձնավորություն չես, հիմար կատակների ես տրվում, կամ անիմաստ խոսքեր ես ասում, կատակներ եւ այլն, որը հաճելի չի ընդհանրապես Աստծո զավակի բերանից դուրս գալը, պետք է այս բոլորը մենք բերենք Տիրոջը եւ աղոթենք Աստծուն, խնդրելով, որ այս կեղտոտ վարքերը մեր մեջից դուրս գա։ Գիտեք, երբ որ մենք անհավատ ենք, երբ որ մենք Աստծուն չենք ճանաչում, երբ որ մենք ապաշխարած չենք, վերստին ծնունդ չունենք, փրկված չենք, մենք մեղավոր անձեր ենք եւ մեղավոր էությանը համապատասխան փաստորեն ապրում ենք ինչպես բոլորը, ով Տիրոջը չունեն եւ չեն ճանաչում։ Թե կեղտոտ խոսքեր, թե կեղտոտ վարքեր, բոլորը, այսինքն համապատասխանում էր եւ բոլոր այդ վարքերը եւ խոսքերը համաձայն էր մեղավոր անձնավորության վարքերին եւ խոսքերին։ Եվ Պողոս առաքյալը մեզ իհարկե բացատրում է, եւ եթե մենք անցնենք մեր անցյալ սերտողությանը 4-րդ գլխի մեջ, նա ինչ է մեզ ասում։ Ասում է 4-րդ գլխի 22 համարի մեջ. հանեք ձեր վրայից հին ընթացք ունեցող մարդուն, որ ապականված է խաբուսիկ ցանկություններով, եւ ձեր մտքով ու հոգով նորոգվեք, ու նոր մարդուն հագեք, որ Աստծո պատկերի համաձայն է ստեղծված ճշմարտությամբ եւ սրբությամբ ու արդարությունից է։ Ուրեմն հարգելիներս, եթե մենք պետք է հին մարդուն հանենք եւ նոր մարդուն հագնենք, նոր մարդու վարքերը սերն է, համբերատարությունն է, հնազանդությունն է, քաղցրությունն է, ոչ թե բղծությունը, կեղտոտ խոսքերը եւ այլն։ Հիմա յուրաքանչյուրս կարող ենք ընկնել, յուրաքանչյուրս, երբ որ մենք պատրաստված չենք, եթե մեր զրահը մենք չենք, այսինքն Տիրոջ զրահը մեր վրա չենք վերցրել, օրը չենք սկսե աղոթքով, օրը լրջությամբ չենք սկսե եւ չենք խնդրել Տիրոջը, որ մեր խոսքերը եւ մեր վարքերը նա ուղի եւ ուղեկցի, այն ժամանակ հնարավոր է, որ ընկնենք։ Եթե մեր մարմինը թույլ է, այն ժամանակ մենք կարող ենք մեղք գործել, այսինքն մեր հոգեվոր զորությունը, եթե այսինքն Աստծուց չենք ստանում, այսինքն երբ որ մենք աղոթքի մեջ չենք, ծոմապահության մեջ չենք եւ երբ որ մենք չենք կարդացել խոսքերը Տիրոջ սկսած առավոտվանից, որովհետև օրը սկսվում է առավոտով եւ հարկավոր է, որ առավոտյան այս ամենը կատարել, աղոթել, Տիրոջը նվիրվել եւ խնդրել Տիրոջը, որ մեզ պահպանի այդ օրվա համար, չարից, փորձանքից եւ փորձությունից մեզ ազատի եւ պարզապես ինչ որ տերունական աղոթքի մեջ է գրված, այսինքն մենք գիտենք, որ Տիրոջ բանաձևը ինչպես է, փառք ենք տալի նրան, խնդրում ենք, որ նա մեզ առաջնորդի եւ օգնի եւ իհարկե ազատի չարից եւ փորձանքից եւ տա մեր անապազորյա հացը, մեր բոլոր կարիքները այդ օրվա։ Հիմա այս պահին ես ձեզ ասեմ, որ երբ որ կարդում ենք, հասկանում ենք, որ կոնկրետ մեզանից պետք է հեռու լինի այս վարքերը։ Եվ եթե շարունակենք կարդալ 4-րդ համարից, ինչպես նաև գրեիք կամ կարդացինք սա, բայց նորից կկրկնենք, ինչպես նաև գրեիք կամ հիմար խոսքերը, կամ խեղկատակություն, այլ հատկապես գոհություն թող մատուցվի Աստծուն, որովհետև մի բան իմացեք, որ ոչ մի պոռնիկ կամ պիղծ կամ ագա, որ կռապաշտ է, Քրիստոսի եւ Աստծու արքայության մեջ ժառանգություն չունի։ Կռապաշտը ով է։ Նա ով պաշտում է կուռքերին, եւ մենք գիտենք, որ այս բոլոր հատկությունները ագահությամբ, պոռնկությամբ եւ այլ այս բղծությունները, պարզ ասած, սրանք չեն նշում կամ այսինքն չեն հուշում մեզ, որ այսպիսի վարքերով անձնավորություն Տիրոջ Աստծու զավակ է։ Եվ ավելին ասեմ, ինչպես որ մեր վերնագիրն է, լույսի որդի չի կարող նա համարվել։ Փաստորեն ուզում է Պողոս առաքյալը մեզ սովորեցնել, որ այսպիսիները տեղ չունեն երկնքի արքայության համար։ Հիմա ես ձեզ ասեմ, փաստորեն եթե ընդունում ես Հիսուսին որպես Տեր եւ Փրկիչ եւ ստանում ես Սուրբ Հոգին որպես կնիքը ապաշխարության, եւ դա մենք տեսնում ենք իհարկե նամակ Եփեսացիների մեջ գրված է եւ մի տրտմեցեք 4-րդ գլուխն է սա 30 համար եւ մի տրտմեցրեք Աստծու Սուրբ Հոգուն, որով կնքվեցիք փրկության օրվա համար։ Ուրեմն երբ որ մենք
ապաշխարում ենք, երբ որ մենք վերստին ծնունդ ենք ունենում, այսինքն գալիս ենք Տիրոջը Հիսուս Քրիստոսին, ընդունում ենք որպես Տեր եւ Փրկիչ, ապաշխարում ենք, մենք ստանում ենք Սուրբ Հոգուն։ Եվ երբ որ մենք ստանում ենք Սուրբ Հոգուն, Սուրբ Հոգին մեր մեջ է եւ անկարելի է Սուրբ Հոգուն տրտմեցնել։ Այսինքն այստեղ այսպես է տրամաբանական շարանը ձևավորվում։ Եթե Աստծունն ես, ուրեմն ուշադիր եղի, որ այս վարքերը չկատարես, այս խոսքերը չկատարես, այսպիսի անձնավորություն չլինես, որովհետև այս ուսմունքով Պողոս առաքյալը թե ցույց է տալի, թե անհավատը ինչպես է, եւ թե ցույց է տալի, որ հավատացյալը ինչպես չպետք է լինել։ Եթե դու ընդունել ես Հիսուսին, այդ ընթացքը, ինչպես որ մեզ բացատրեց, նմանվեք Աստծուն, նա ասում է, չէ՞։ Ասում է Աստծուն նմանվեք որպես սիրելի որդիներ եւ սիրով վարվեք, ինչպես որ Քրիստոսն էլ մեզ սիրեց ու իրեն մեզ համար ընծա եւ զոհ մատուցեց։ Ուրեմն հարկավոր է, որ մենք Տիրոջ ուղղությամբ շարժվենք, Տիրոջ ճանապարհով մենք ընթանանք, որովհետեւ երբ որ մենք շարժվում ենք այդ ընթացքում, Տերը մեզ տանում է դեպի սրբության, այսինքն դա ինչ է նշանակում, զտում է մեր մեջից ամեն մի կեղտոտ վարք, որովհետեւ ուզում է, որ մենք նմանվենք իրեն։ Եվ 6-րդ համարից սկսած գրած է ոչ ոք թող ձեզ դատարկ խոսքերով չխաբի, որովհետև այս պատճառով է Աստծու բարկությունը գալիս անհնազանդ զավակների վրա։ Ուրեմն այստեղ կենտրոնանանք 6-րդ համարի վրա, որովհետև շատ կարևոր է։ Աստված բազմաթիվ տեղերում մեզ սովորեցնում է, որ իմաստությունը կարևոր բան է հավատացյալի կյանքում։ Ծանրությունը, լրջությունը, խորագիտությունը, այս ամենը մեր համար կարևոր է, որ մենք զանազանենք չարը բարիից եւ ճիշտը հասկանանք։ Եվ իհարկե այստեղ Աստված բարկանում է կոնկրետ այն մարդու վրա, որ թույլ է տալի, որ յուրաքանչյուր կամ որևիցե մեկը կարողանա խաբի եւ շեղի նրանց, ու ավելին ասեմ, շեղի դեպի մեղքի եւ մեղավոր կյանքի մեջ։ 7-րդ համարը գրած է ուրեմն դրանց հաղորդակից մի եղեք եւ մեզ պարզ է ասում, երբ որ դու ընդունում ես Հիսուս Քրիստոսին որպես Տեր եւ Փրկիչ, հարբեցող մարդու հետ ինչ գործ ունես։ Թմրամոլությամբ զբաղվող մարդու հետ ինչ գործ ունես, հանցավոր մարդու հետ ինչ գործ ունես։ Հարկավոր է, որ մենք առանձնանանք այսպիսի մարդկանցից, մեղքից ամենակարևորը։ Հիմա տեսեք, Տերը մեզ չի ասում, որ մենք մենաստանում գտնվենք, առանձնանանք աշխարից, այլ ուղղակի ասում է, որ մեզ պարտականությունը տվե իհարկե ավետարանը քարոզելու, կիսվելու, կարող ես կիսվել, կարող ես բացատրել Աստծո խոսքը յուրաքանչյուրի հետ եւ դա է տրված մեզ, որպիսի մեր պարտականությունը, բայց ասեմ հաղորդակցություն չես կարող ունենալ, եղբայրակցություն չես կարող ունենալ պիղծ մարդու հետ, ասում է ինչ տեղ ունի լույսը խավարի հետ, ուրեմն մենք կարող ենք շփվել եւ նաեւ գիտենք, որ մենք այս աշխարհում ենք, բայց այս աշխարից չենք, մեր Տիրոջ արքայությունը այս աշխարհում չի գտնվում, այս աշխարից չի, այլ մեր Տիրոջ արքայությունը, որը իհարկե Հիսուսի երկրորդ գալուստյան ժամանակ պարզապես Տերը կգա եւ կկառավարի մեզ այս աշխարհում, բայց մինչեւ այդ մենք պետք է մեզ առանձնացնենք մեղքից եւ մեղավոր մարդկանցից ու մեր շփումը ընդամենը պետք է լինել շփվել եւ առանձնանալ, որովհետեւ այսինքն խոսքը նրա մասին է, որ մենք չենք կարող այդպիսի մարդկանց ընկերներ, հարազատներ համարել եւ նրանց կյանքով ապրել, որովհետեւ եթե այդպիսի մարդկանց հետ մոտիկություն անելու մասին է խոսքը, պարզաբան է մոտիկություն, եղբայրակցություն չես կարող նրանց հետ ունենալ, նրանց հետ հաղորդություն չես կարող ունենալ, կարող է շփվել, բայց դրանից դուրս ոչ, այլ ոչ մի մոտիկություն, ընկերություն եւ այլն այդպիսի բաներ չես կարող կատարել։ Ինչու՞, որովհետեւ տեսեք, եթե շփվեք այդպիսի մարդկանց հետ, նրանք ավելի շատ ձեզ տանելու են դեպի կործանման, քան դուք իրենց բարձրացնելու եք եւ բերելու եք հավատքի։ Բնական կանոնները եւ ձևը ընդհանրապես այդպես է եւ դրա համար հարկավոր է իմաստություն ունենալ եւ իմանալ ում հետ ինչպես է շփվում եւ ում հետ ընդհանրապես ում հետ պետք է շփվել։ Առակների գիրքը մեզ դա է սովորեցնում եւ ասում է, որ ընդհանրապես պղծություն կատարողների հետ չքայլենք,
սպանություն եւ արուն թափող մարդու հետ չքայլել, որովհետեւ մենք էլ իր հետ շփվելով կընկնենք իր նույն թակարդը։ Այնպես որ պետք է հեռու մնալ այդպիսի մարդկանցից, եթե կիսվում ենք Աստծո խոսքը կամ հանդիպում ենք ունենում այդպիսի մարդկանց հետ օրվա մեջ, կարող ենք այդ պահին ուղակի Տերը կարող է մեզ բերել այդ մարդկանց հետ ուղակի կիսվել Աստծո խոսքը, բայց դրանից ոչ ավել շփում չի կարող լինել, որովհետև հարկավոր է, որ մենք մեր հավատքը լուրջ ընդունենք եւ լրջությամբ մենք ուշադիր լինենք, աչալուրջ լինենք, որ այդպիսի մարդկանց հետ շփում չունենանք, որ չունենանք մենք խնդիրներ նրանց կյանքով եւ մեղքի մեջ գտնվենք։ Ասում է, քանի որ 8-րդ համարից սկսած, քանի որ թեպետ մի ժամանակ խավարեիք, իսկ հիմա լույս եք Տիրոջով, լույսի որդիների պես ընթացեք, որովհետև հոգու պտուղը ամեն բարության, արդարության եւ ճշմարտության մեջ է, փորձեք այն, ինչ Տիրոջ հաճելի է, եւ խավարի անպտուղ գործերին մասնակից մի եղեք, ավելին քննեք դրանք, որովհետև նրանց մեջ ծածուկ կատարվածների մասին խոսելն անգամ ամոթ է։ Ուրեմն տեսեք ինչ է Պողոս առաքյալը սովորեցնում։ Առաջի հերթին ասում է, ուրեմն դրանց հաղորդակից առաջի հերթին մի եղեք, այս խավարի որդիների մասին է խոսքը, որտեղ ասում է մենք էլ ենք մի ժամանակ խավարի մեջ, բայց հիմա լույսի մեջ ենք, հիմա մենք Տիրոջ մեջ ենք։ Եվ քանի որ մենք լույսի որդիներ ենք, Աստծու մեջ ենք, պետք է ընթանանք Աստծով եւ Սուրբ Հոգով։ Եվ Սուրբ Հոգով ընթացող անձնավորությունը պղծության մեջ եւ այն վարքերի մասին, որ Պողոս առաքյալը արդեն մեզ սովորեցրեց, դրա մեջ չի կարող լինել։ Իսկ Պողոս առաքյալը ասում է ավելի լավ է կենտրոնանանք մենք Աստծու վրա եւ կատարենք նրա կամքը, ասում է փորձեք այն ինչ Տիրոջ հաճելի է, արեք այն ինչ որ Տիրոջը հաճելի է, ոչ թե այն ինչ որ հաճելի է խավարի որդուն։ Եվ խավարի անպտուղ գործերին պարզապես ասում է մասնակից մի եղեք։ Եվ ինչպես կարող է շփվել խավարի որդու հետ եւ դու էլ ինքդ չխայթվես կամ նույն այդ մեղքերի մեջ չգտնվես։ Միգուցե սկզբից ավելի ամուր լինես, բայց ժամանակի ընթացքում կամաց կնմանվես նրան, որովհետեւ խավարը քաշում է դեպի քեզ անդունդը։ Եվ հարկավոր է, որ մենք այս ամենը հասկանանք, որովհետեւ անհրաժեշտ է, որ մենք նմանվենք իհարկե Հիսուսին եւ մեր բոլոր վարքերով եւ արարքներով կոնկրետ կենտրոնանանք Քրիստոսի վրա եւ նմանվենք նրան։ 13 համարը գրած է, բայց քնության ենթարկված ամեն ծածուկ բան հայտնի է դառնում, քանի որ ամեն բան, որ հայտնի է, լույս է։ Դրա համար էլ ասում է. արթնացիր, ով քնած, վեր կաց մեռելների միջից եւ Քրիստոսը քեզ կլուսավորի։ Ուրեմն, երբ որ մենք մեղքի մեջ ենք, մեռած ենք, բայց երբ որ մենք ընդունեցինք Հիսուսին, կյանք ունենք եւ լույսի մեջ ենք։ Սա է կարեւորությունը հասկանալու։ Եվ 15 համարի մեջ գրած է. արդ ուշադրություն դարձրեք ձեր վարքին, վարվեք ոչ թե անխելքների պես, այլ իմաստունների։ Տեսեք, նորից կենտրոնանում ենք մենք անմիտ եւ իմաստուն վարդապետության հետ։ Ուրեմն իմաստուն լինելը Տիրոջ համար այնքան կարևոր է, որ բազմաթիվ անգամ Աստծո խոսքի մեջ, միգուցե ասենք հարյուրավոր անգամ, Տերը մեզ խրախուսում է, սովորեցնում է, որ պետք է իմաստուն լինել։ Եվ դրա համար ասում է ուշադրություն դարձրեք ձեր վարքին, վարվեք ոչ թե անխելքների պես, քանի որ Աստծո խոսքը լրջություն է պահանջում, զգոնություն է պահանջում։ Դու չես կարող ասել դու հավատացյալ ես, ապաշխարած քրիստոնյա ես, վերստին ծնունդ ունեցող քրիստոնյա ես եւ քո վարքերը հակառակը ցույց տա։ Եվ դա ինչ է անում։ Գիտեք, ամենակարևոր բանը ո՞րն է։ Լավ, հիմա եթե մենք մեղքի մեջ ենք, դա մեր եւ Աստծո հետ կապված հարց է, որ իհարկե ես չեմ ասում, որ կարևորություն չունի, իհարկե, բայց խոսքը ինչ որ սովորում ենք դրա մասին է, որ այնքան կարևոր է եւ մեր քայլը Աստծո հետ եւ մեր վարքերը եւ այլն, բայց տեսեք, մենք մեզ ինչպես որ պահում ենք, փաստորեն, կարող է ուրիշի համար խոչընդոտ լինել։ Աստծուն չընդունել, ասելով, որ սա է քրիստոնյան, մեր հետ խոսում է Աստծո մասին, բայց ինքը գողությամբ եւ շնությամբ է զբաղվում։ Եվ ինչպես կարող ենք մենք այդպիսին լինենք։ Չէ, ուրեմն եթե մենք խոչընդոտ ենք, եթե մենք արգելք ենք, եթե մենք պատնեշ ենք յուրաքանչյուր անձնավորությանը, որ հավատքի գա,
Ուրեմն իմացեք ինչքան մեծ պատիժ է մեզ սպասվելու, եթե մենք այդպիսին ենք։ Ուրեմն դրա համար է ասում ուշադրություն դարձրեք ձեր վարքին, վարվեք ոչ թե անխելքների պես, այլ իմաստունների։ Ճիշտ օգտագործեք ժամանակը, որովհետև օրերը չար են։ Ինչպես ես քո ժամանակը օգտագործում։ Տիրոջ աշխատանքների եւ գործերի համար, թե ուղակի քո վրա է ժամանակ տրամադրում, թե ուղակի քո մասին ես միայն մտածում ես նոր տրենդերով զբաղվել, մտածում ես նոր ապրանք առնել ու վայելել դա, կամ ուտել նոր մի ուտեստ, կամ հաճույքների եւ համերգների կամ չգիտեմ ինչերի հետևից վազող անձնավորություն, կամ ավտոմեքենա, կամ հագուստեղեն, ի՞նչն է ձեզ հետաքրքրում։ Աստված է հետաքրքրում, թե ձեր սեփական հաճույքները։ Եվ դրա համար Պողոս առաքյալը ասում է. ճիշտ օգտագործեք ձեր ժամանակը, անունով քրիստոնյաներ ընդամենը մի եղեք։ 15 համարը մեզ դա է բացատրում, 16-ն էլ ասում է ճիշտ օգտագործեք ժամանակը, եւ անցնենք 17-ին գրած է դրա համար անմիտ մի եղեք։ Տեսեք, քանի անգամ է արդեն նույն բանը կրկնում Պողոս առաքյալը։ Այնքան կարևոր է, որ բազմաթիվ անգամ կրկնում է, որպեսզի մեր ուղեղը մտնի, որ հասկանանք մենք։ Սուրբ Հոգին մեր վրա աշխատի եւ հասկացնի սա։ Ասում է այլ իմացեք, թե որն է Տիրոջ կամքը։ Ուրեմն տեսեք ինչ է ասում։ Նախ եթե մարդ կա, որ ասում է Տիրոջ կամքը ես չեմ հասկանում, այդ մարդը սխալվում է, որտեվ եթե Աստծո խոսքը մեզ ասում է իմացեք Տիրոջ կամքը, ուրեմն Տիրոջ կամքը հասկանալը շատ պարզ է, շատ հասկանալի է։ Եվ ինչպես ենք հասկանում Տիրոջ կամքը։ Հարգելիներս, Աստծո խոսքն ենք կարդում, որ հասկանանք Տիրոջ կամքը։ Եթե մենք չկարդանք Աստծո խոսքը, որտեղից հասկանանք նրա կամքը։ Ուրեմն ձգտենք դեպի Տիրոջը, ձգտենք Տիրոջը հասկանալ, ձգտենք Տիրոջ խոսքերին, որպեսզի մենք առաջադիմենք Աստծո խոսքով եւ իմանանք նրա կամքը։ 18 համարը գրած է. գինով մի հարբեք, որ անառակության է տանում, այլ հոգով լցվեք։ Տեսեք, նորից վարքերի մասին է խոսում։ Եվ ընդհանրապես խմիչքը գիտեք ինչպիսի դեր է կատարում։ Մի պահ ուզում եմ կանգ առնեմ այստեղ, իհարկե չեմ ուզում ուղակի խմիչքի վրա միայն կենտրոնալ, երբ որ ագահության մասին է խոսում, պոռնկության մասին է խոսում եւ այլ պղծությունների մասին, բայց ասեմ, որ միգուցե խմիչքը կարող է մեր համար մշակութային նույնիսկ ըմպելիք է, որը ըստ սովորության, երբ որ մարդիկ հավաքվում են ճաշելու կամ ընթրիք են կազմակերպում, խմիչքը միգուցե անպակաս է սեղանից, բայց ասեմ ձեզ, որ այդ խմիչքը, եթե հավատացյալ ես, հասկացեք, որ մեր վարքերը իհարկե ուրիշները խոշորացույցի պես դրել են եւ նայում են տեսնեն, թե մենք ինչպիսին ենք։ Եթե մենք իրենց պես վարվենք, իրենց պես խմենք, իրենց պես հարբենք, ուրեմն ինչ է նշանակում, որ պարզ ասած այն մարդը նայելու է մեզ ասի. ընկեր ջան, դու նոր քարոզում էիր Հիսուս Քրիստոս, հիմա դու եկել ես իմ հետ մի շիշ ես դադարկում։ Ոնց հասկանանք դա։ Հարկավոր է, որ ուշադիր լինել, հարկավոր է, որ մեր վարքերին մենք զգոն լինենք եւ ուշադիր լինենք, թե ինչպես ենք կատարում, եւ նույնպես ամեն ինչի վերաբերյալ։ Մի բան նաեւ ագահության մասին կարելի է կանգ առնել եւ խոսել։ Եթե մենք առատաձեռն չենք, եթե մենք սիրով լցված չենք եւ օրհնանք չենք ուրիշների համար, մենակ մենք մեր մասին ենք մտածում, որ ամեն ինչ քաղենք ու քաշենք մեր համար, դա էլ Քրիստոսի էությանը նմանություն չունի։ Չէ՞ որ նա իր ամբողջ էությունը, իր մարմինը տվեց ինքը մեր համար, ինքը զոհվեց մեր համար, այդ ագահությանը լրիվ հակառակ մի հատկություն է։ Ուրեմն դա էլ է պետք հասկանալ։ Եվ ինչ է ասում է հոգով լցվեք, ոչ թե ոգելից խմիչքներով, ոչ թե այն խմիչքներով, որ մեզ կարող է լրիվ մեր շարքերից հանի եւ զգոնությունից մենք դուրս գանք եւ անենք այն, ինչ որ վայել չի Տիրոջը։ Եվ ասում է 19 համարի մեջ միմյանց հետ սաղմոսներով, օրհնություններով ու հոգևոր երգերով խոսեք։ Ձեր սրտերում Տիրոջը երգեք ու սաղմոս ասեք։ Ուրեմն փոխանակ պղծություն դուրս գա մեր բերանից, հարկավոր է օրհնանքներ դուրս գա մեր բերանից։ Եթե մենք բարկանում ենք, մեր բարկությունը պետքա քննենք եւ մեր բարկությունը պետքա թույլ չտանք, որ բարկությունը տանի դեպի մեղքի։ Եվ դա էլ մենք սովորեցինք անցյալ Կիրակի օրվա սերտողության մեջ, հիմա նորից արժի
Եվս մեկ անգամ հիշեցնել բոլորին, որ ինչ կարևորություն է դա մեր համար հավատացյալի կյանքում, որ բարկանալը մեղքը չի, այլ բարկությունից դուրս եկող արարքներն ու խոսքերը եւ վարքերն են, որը մեղքի կարող է մեզ տանել։ Ուրեմն այստեղ Պողոս առաքյալը ասում է, որ պղծության փոխարեն մաքրության եւ արդարության եւ ճշմարտության եւ լույսի մեջ եղեք։ Եվ եթե լույսի մեջ ես, ուրեմն քո միտքը եւ քո կենտրոնացումը չի լինելու մեղքը եւ պղծությունը, այլ լինելու է Աստված։ Եվ վերջի խոսքն էլ 20 համարի մեջ գրած է. ամեն ժամ ու ամեն բանում մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով գոհություն հայտնեք Աստծուն եւ Հորը։ Ուրեմն հարգելիներս, հույսով եմ, որ այս Կիրակի օրվա սերտողությունը ձեր համար օրհնանք էր։ Եկեք ապրենք որպես լույսի որդիներ եւ քննենք մեր բոլոր քայլերը, մեր բոլոր արարքները, մեր վարքերը եւ մտածենք եւ խոշորացույցի տակ դնենք, քննենք եւ տեսնենք, թե որտեղ ենք տկար։ Եթե ինչ որտեղ տկար ենք, խնդրենք, որ Տերը մեզ օգնի, առաջնորդի, որպեսզի մենք էլ շարունակենք մեր սրբության ընթացքը Տիրոջը նմանվելու։ Աղոթում ենք Տերը ձեզ առատորեն օրհնի։ Ամեն։